Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Հայրը մեր, որ երկինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկեցե առաքայություն քո, եղիցին կամ քո, որպես երկինս եւ երկրի, ըսած մեր հանապազոր, դուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մենք թողում ներով սարատամանած, եւ մի տանից մեզի փորձություն, այլ կրկյաց մեզի չարեք, զիքոյ ախարություն ամեն։ Իմաստություն, որ Հիսուս, դու ինձ իմաստություն, ըստ բարիս խորել եւ խոսել եւ գործել, առաջի քո ամենանշան, իջար խորհրդոց, իմանից եւ գործոց, մրկյալիս եւ օրհնյալ քո արածոց, իրենից բազմանելիս, ամեն։ Սիրելի ուխտավորներ, եկեք նախ ամեն բանի առաջ մեր սրտի խորերեն ըսենք հարկ ես Աստված, հարկ ես աղակս ամենայնի դեր, հարկ ըսենք հարկ ես Աստված, հարկ ես աղակս ամենայնի դեր, հարկ այսինքն ամեն ինչի համար հարկ ես։ Այսօր մենք որպես ուխտավորներ եկած ենք, որպեսզի սիրելիներ մեր ոգիները անջատենք աշխարհեն, եկած ենք անապատ, եւ անապատը այն վայրն է, ուր պատմության ընթացքին եւ Աստվածաշունչը գարտակ, կտեսնեք, որ Աստված իրեն հավատարիմ զավակները, իրեն ժողովուրդը միշտ անապատ կկանչե, որպեսզի զանոնք անապատի մեջ զորացնե, որպեսզի վարժեցնի անոնց պայքարին, չարին թեմ, մեղքին թեմ եւ կարողանան իրենց կյանքը ապրիլ սրբությամբ։ Այսօր սիրելիներ մեզի համար սուրբ օր է, մեր եկեղեցու համար նաև, որովհետև այսօր մեր հավատքի հոր Սուրբ Գրիգոր Լուսավորչին խոր վիրապ մտնելուն օրն է։ Ճիշտ այսօր։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ քրիստոնեական իր հավատքին համար, Քրիստոսի իր վկայության համար խոր վիրապ նետվեցավ։ Անիկա բարձր պաշտոն ուներ, թիվանապետ էր դրդաթագավորին եւ գրնար շատ ավելի բարձր պաշտոնելու, թիրքերու եւ փառքի հասնել։ Սակայն ան մերժեց չաստվածներու պաշտամունքը եւ խոստովանեցավ Հիսուս Քրիստոսը որպես իր դերն ու փրկիչը։ Եվ այդ պատճառով ան նետվեցավ խոր վիրապով։ Սիրելիներ 15 տեսակ չարչարանքներ գրեց, անբացատրելի չարչարանքներ։ 13 տարի խոր վիրապի մեջ մնաց։ Եվ այն վիրապին վստահ եմ, որ ցեզ մեզ շատեր կացած են, գիտենք սիրելիներ, թե ինչպես խոր վիրապ եկեղեցին որ կա եւ խոր վիրապի ուրեմն քարայրը, գիտենք թե որքան ցից է եւ երևակայեցեք, որ 1700 տարիներն առաջ այնտեղը հանդ էր, այնտեղը չարչարանքի վայր էր, ուր օծեր ու գարիջներ կային, եւ ով որ այնտեղ գնետվեր, գմորցվեր ու բնականաբար գմերներ։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ այդ խավարին մեջ օծերը գարիջները չգրցան մոտենալ իրեն, ինք երկնային այցելություն ուներ միշտ։ Հրեշտակ մի իրեն ու կարգ այցելեր։ Եվ ամեն անգամ բադարմը կբերել իրեն։ Համբարձումեն ետք, 4-րդ օրը, երբ հրեշտակը չեկավ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը զարմացած, որ ինչու հրեշտակը չեկավ, ամերոր գայցելեր ինձ։ Երբ հաջորդ օրը եկավ հրեշտակը, եւ Սուրբ Գրիգոր հարցուց, որ ուր է երեք ինձ այցելության չեկավ, ըսա որ ես 4-րդ թասի, 4-րդ խումբի հրեշտակներն եմ։ Երկնքի մեջ սիրելիներ 9 խումբ հրեշտակներ կան։
Ամենը մոդիկները առաջին երեքը կգոչվին աթորներ, որովհետև Աստված այդ հրեշտակներուն վրան է որ կփազնի, սերովպեներ եւ քերովպեներ, եւ մենք իրենց երկը գերտենք սուրբ երբ որ գերտենք եկեղեցու մեջ, ապագան սիրելներ, իշխանություններ, բեդություններ, զորություններ, եւ ապագան սիրելներ, գարավարություններ, հրեշտակաբետներ եւ հրեշտակներ, ուրեմն ըսա որ այդ հրեշտակը բացադրեց Սուրբ Գրիգորոսավորչին, որ ամեն տարի դեր Հիսուս Քրիստոսի երկինք համբարնալուն հիշատակով ամեն օր 9 օրերու վրա հրեշտակներու մեկ խումբ մգուկա եւ գերգրբակե դիրոջ դիմաց։ Եվ քանի որ երեք իմ խումբիս օրներ ես չէի գնալ բացակային, անորամար քեզ այցելու չկա։ Սուրբ Գրիգորոսավորիչ այդ խոր վիրաբին մեջ, այդ խավարի մեջ սիրելներ, ադելությամբ չլեցվեցավ զինք չարչարողներու նկատմամբ։ Այդ մտության մեջ լույս հավաքեց։ Եվ գիտեք դրտատակավորի յանքը, թե Հրիփսիմյանց գույսերը երբ որ եկան, Սուրբ Հրիփսիմեն, Սուրբ Գայանեն, Ռոմեն, Փախստական, եւ վաղարշաբաթ հասան, վաղարշաբաթի մեջ Հռոմի գայսրը լուր գրգեց դրտատակավորին, որ մեր շրջանեն գույսեր փախած են ծեր երկիրը, եթե գտնես Հրիփսիմե անունով մանավանդ, եթե սիրես տուն ամուսնությանա, այլապես ինձի ուղարկե։ Եվ դրտատակավորը երբ փնտրել տվավ ու կդավ Հրիփսիմյանց գույսերը, սիրահարվեցավ Հրիփսիմեի վրա, շատ գեղեցիկ է, բայց Հրիփսիմե մերժեց դրտատակավորի բոլոր խոստումները եւ ասա որ ես դիրոջս Քրիստոսի կպատասխանեմ։ Գայանին որ մայրն էր այդ խումբին, գանչեց դրտատակավորը գանչել տվավ Գայանեին եւ ասա որ համոզե Հրիփսիմեին որ հետս ամուսնանա, Գայանեն ավելի քաչալերեց Հրիփսիմեին որ չլավ որ խապվիս աշխարհիկ պարկեն, կապված մնա Հիսուս Քրիստոսին։ Եվ դրտատակավորը ուզեց փռնի անոր հետ գենակցիր, Հրիփսիմեն այդ դագավին պատանի հասակին գրծավ հաղթել դրտադին, հրել ու պաղճիլ բալադեն եւ այդ ժամանակ դրտատ խելակարված հրանք տվավ որ սպաննեն, շատ ծանր չարչարանքներ գրեցին Հրիփսիմյանց գույսերը։ Սուրբ Հրիփսիմեի լեզուն գողորտեն հանեցին եւ կախեցին, երևակայեցին։ Եվ մյուս բոլոր սրբույներուն գդրադեցին, տեսակ ահավոր չարչարանքներ եւ երբ բոլորը նահատակվեցան, իրենց մարմինները լքվեցան ջամփաները, որբեսի վայրի կազաններ ուտեն, բայց Աստված բահեց անոնց մարմինները։ Այդ ժամանակ էր որ դրտատակավորը ինք խոզի գերբարանքը ստացավ կսվի, այսինքն կազանացավ եւ բալադեն ելավ ու անդարներու մեջ կապրեր։ Անոր քույրը Խոսրովի թուղթը ինք երազմը տեսավ։ Անցյալին ասեմ սիրելներ աղջիկները իրենց անունները իրենց բաբայի անունը գարնեին, գամ վերջավորության թուղթ գաբելցնեին, որ կնշանակե թուստր, աղջիկ, եւ գամ անուշ։ Օրինակ, քանի որ դրտադի հոր անունը Խոսրով էր, հետևաբար իր քրոջ անունը ինչ եղավ, Խոսրովի թուղթ։ Գամ Սահակ Գաթողիկոսի աղջկանանը գնաց Սահագանուշ։ Եվ այլն։ Ուրեմն Սանտուտը Սանադուգի աղջիկն է։ Ուրեմն սիրելիներ ինչ պատահեցավ, Խոսրովի թուղթը երազ տեսավ եւ այդ երազը քանի անգամ գրտվեցավ, որ միայն Գրիգորը գրնա ու եղբայրը բժշկել։ Եվ զարմացավ Խոսրովի թուղթը։ Իր իշխանները մեկը Օդա Ամադունին գանչել տվավ եւ ասա որ այսպիսի երազ տեսականիցս գրտնվեցավ։ Քացին սիրելիներ, որ վիրավ անբույս 13 տարի անցած է Սուրբ Գրիգորոսավորչի խոր վիրավ նետվելու։ Եվ երբ ցայնեցին Գրիգոր պատասխանեց որ ինք ողջ է եւ երբ որ դուրս ելավ
Գիտեք բախությունը, որ Սուկրիկո լուսավորիչ բժշկեց դերտանտակավորը, ատկե ետ սիրելիներ, բոլոր ժողովուրդին 60 օր քրիստոնեության մասին խոսեցավ Սուկրիկո լուսավորիչ եւ իր խոսքերը վերջ արձանագրվեցան Հաջախաբադում քրկին մեջ եւ ապա 5 օր բոլոր ժողովրդին ասավ ձոմ պիտի վահեք, որովհետեւ ծեր մեղքերեն մաքրվիկ եւ վերջը պիտի մգրդվիկ, վերջը հաղորդում պիտի ստանանք։ Այդ 5 օրվա ձոմաբահությունը մենք կգադարենք դարվա առաջին ձոմաբահությունը 5 օր երկուշաբթի ուրբաթ եւ այդ ձոմաբահությունը կոչվի առաջավորած բակ եւ քանի որ շաբաթ օրը Սուրբ Սարգիսի դոնը գլա, դժբախտաբար մարդոց մոտ Սուրբ Սարգիսի ձոմաբահություն անունով ծանոթ է, բայց այդպես չէ։ Հիմա իմացաք, որ առաջավորած առաջին բակն է, որ Սուկրիկո լուսավորիչ հաստատեց։ Ուրեմն սիրելներ, Սուկրիկո լուսավորիչ երբ որ դուրս ելավ, քարոզեց, վերջը ձոմաբահություն, ատկե վերջը գիտեք ինչ ըրավ, մգրդություն, Արadzանի, Եփրատ քեդի Արadzանի, ուրեմն բաժնի մեջ մգրդեց դրտատակավորը, Աշխեն տակուհին, Խոսրովի թուղթ, Արկայակույրը եւ բալադականները եւ քրիստոնեությունը սկսավ դարածվի։ Ահա անոր համար է սիրելներ, որ մենք ազգովին 301 թվականին դարձանք աշխարհի մեջ առաջին քրիստոնյա բեդությունը։ Մենք առաջին քրիստոնյաները չենք եղած, մենք առաջին քրիստոնյա բեդությունը եղանք, որովհետև մեզ մի առաջ քրիստոնյաներ գային, բայց ոչ բեդության, օրինակ ասորիները իրենք քրիստոնյա եղած էին, բայց ոչ ամենքը։ Ամենայն թեպս, մենք դարձանք առաջին բեդությունը, երևակայեցեք, որ մեզ մեծ 13 տարի Հռոմի մեջ արդորություն դրվեցավ քրիստոնեության, իսկ ապա սիրելիներ 324-ին քրիստոնեությունը հռոմեական կայսրության գրոնքի վերածվեցավ։ Եվ այդ ժամանակ է, որ Սուկրիկո լուսավորիչ Հրիփսիմյանց կույսերուն, Գայանե կույսին, ուր որ նահատակված էին այնտեղ վգայարաններ շինեց, այսինքն մադուրներ։ Հետո է, որ 618 թվականին ետ Գոմիդաս Աղցեցի կաթողիկոսը անոնց քերեզմանի վրա եկեղեցի սարքեց։ Եվ դու երբ որ գերտակ կտեսնեք, չէ, կտեսնեք Հրիփսիմեի եկեղեցին եւ որ ներքևը գիչնեք, ինչը կա, Սուրբ Հրիփսիմեի մասունքները կան, քերեզմանը կա։ Նույնպես Սրբուհի Գայանեին, նույնը Շողագաթին, Շողագաթն այնտեղն էր, որ Սուկրիկո լուսավորիչ դեսիլ կտեսավ եւ շողը գաթեցավ։ Եվ Էջմիածինը այն վայրն էր, որ Միածին որդին էջ կատարեց, եւ երբ որ Էջմիածնի մայրդաջարը մտնեք, Հիմացը նախ խորան մգա չէ, այդ խորանը սիրելներ այն վայրն է, ուր որ Հիսուս իջավ։ Եղավ։ Շատ բարի։ Ուրեմն տեսեք այսօր որքան սուրբ օր է։ Մենք այստեղ հավաքված ենք Ղբդիներու ուղղափառ վանքի մեջ։ Ովքեր են ղբդիները, երկու բառով ցեզի բացատրեմ։ Ղբդի, մենք հայերենով գսենք ղբդի, իրենք գսեն ղբդի, կամ անգլերենով կոպտիկ։ Ղբդիները սիրելիներ Եգիպտոսի քրիստոնյա ժողովուրդն են, որ հայ ժողովուրդին հետ միասին կկազմեն քույր եկեղեցի։ Մենք ղբդիները, ասորիները, հաբեշները, եթովիացիները եւ մալաբարցիները, հնդիկ ուրեմն քրիստոնյաներ, կկազմենք ամենահին քրիստոնեական ընտանիքը եւ կոչվենք արևելյան ուղղափառ օրթոդոքս եկեղեցիներ։ Այս եկեղեցիներու խումբը քույր եկեղեցի են, sister churches։ Ունին նույն հավատքը, նույն թավանանքը եւ սիրելիներ գտնունին դիեզերական առաջին 3 ժողովները, ուր հավատամքը կազմվեցավ։ Առաջինը Նիգյո ժողովը 325 թվականին։ Այս տարի Նիգյո ժողովի
1700 ամյա գնե։ Երկրորդ ժողովը դեղի ունեցավ 381 թվականին Կոստանդնուպոլսի մեջ եւ երրորդ ժողովը դեղի ունեցավ Եփեսոսի մեջ 431 թվականին, երբ որ Աստվածածինը հռչակվեցավ որպես Աստվածամայր, չորրորդ ժողովի հետ դժբախտաբար եկեղեցիները բաժնվեցան։ Չորրորդ ժողովը դեղի ունեցավ Քաղգետոնի մեջ 451 թվականին, երբ որ մեր ազգը հավատքի համար պատերազմ կմղեր բարսիկներուն դեմ, որ պատերազմներ Վարդանանց պատերազմը։ Այո, 451-ին եկեղեցիները բաժնվեցան։ Ուրեմն արևելյան եկեղեցիները առանցին խումբ եղան։ Ապա օրթոդոքս հույները հյուզանտական ձեսին հետևող բոլոր օրթոդոքս եկեղեցիները, անշուշտ վերջը, շատ վերջը 9-րդ դարի վերջը ռուսերն ալբիդի միանային, անոնք եւ կաթոլիկները միասին ընդունեցին Քաղգետոնի ժողովը եւ շարունակեցին, վերջը իրենք ալ բաժնվեցան 1200 թվականին, հույները եւ կաթոլիկները բաժնվեցան, դարձան 3 ընտանիք, արևելյան ուղղափառ եկեղեցիները, հյուզանտական օրթոդոքս եկեղեցիները, կաթոլիկ հռոմեական եկեղեցին, իսկ 16-րդ տարում 1518 թվականին վերջ, երբ որ կաթոլիկ եկեղեցին սկսավ սխալ ընթացք ունենալ, իր վարդապետները մեկը, Մարտին Լուտերը, փողոքեց կաթոլիկ եկեղեցու դեմ, որտեղ անոնք ինդուլջենցիա անունով թուղթ մանեցին, ինդուլջենցիա կնշանակե քավություն, ուրեմն մարդիկ ուկային փող գուտային, թուղթ գուտային, որ մեղքերը կապված է, կամ երկնքի մեջ փող գծախեին տրախտի մեջ, ադոնց թեմ փողոքեց Լուտերը, եւ կաթոլիկ եկեղեցին զինք հաղորդազրկեց փուրս տրավ եկեղեցին եւ զանոն կոչեց փողոքողներ, պրոտեստանտներ եւ Մարտին Լուտերի հետ միացան խումբեր եւ դժբախտաբար գազմվեցավ փողոքական ընտանիքը։ Այս սիրելիներ, այս արագ բացատրությունը ցես դվի բարձրապես իմանաք, որ մենք կգտնվենք մեր քույր եկեղեցվո վանքին մեջ։ Ղբդիներու մասին երկու բառս եմ։ Ղբդիները սիրելիներ, ղբդիներու ինչպես որ մեր եկեղեցին հաստատվեցավ Թաթիոս եւ Պարտողիմեոս առաքյալներուն կողմէ, ղբդիներու եկեղեցին ուրեմն հաստատվեցավ Պետրոս առաքյալի աշակերտ Մարգոսի կողմէ։ Ուրեմն ով էր Մարգոս Ավետարանիչը։ Մարգոս Ավետարանիչը սիրելիներ Հիսուսի ժամանակ բադանի էր եւ շատ հրճագավոր էին իրենք, որովհետեւ Վերնադունը, ուր որ Հիսուս վերջին ընթրիք կատարեց, ավանդությունը գսե որ Մարգոսենց դունն էր։ Եվ Մարգոսը ինքը այն Ավետարանիչն է սիրելիներ, որ Գեթսեմանի Բարդեզին ժամանակ Մարգոսի Ավետարանի մեջ կգարտակ, հանգարց զինվորները երիտասարդ դվումը կբռնեն եւ գսվի որ ինք հակուստեր հանեց ու փախավ։ Մարգոսն էր։ Նաեւ սիրելիներ Մարգոսը ինքը քերիմ ուներ շատ զորավոր հավատացյալ Բարնաբաս կոչվեր, Բարնաբասը եւ Պողոս առաքյալը միասին առաքելական ճամփորդություն կատարեցին դեպի Գիբրոս եւ ոնդեղը Մարգոսը իրենց հետ էր, բայց վերջ երբ վերադարձավ երկրորդ առաքելական ճամփորդության Պողոս առաքյալ չուզեց որ Մարգոս իրենց հետ գա, Բարնաբասը առավ Մարգոս իր քրոջը դղան եւ գնաց Գիբրոս, իսկ Պողոս առաքյալ գնաց Եվրոպա եւ քրիստոնեությունը տարածեց։ Մարգոս Ավետարանիչը ուրեմն գահամարվի Ղբդի եկեղեցվո հիմնադիրը եւ անորամար սիրելներ իրենք Մարգոս Ավետարանիչի բոլոր իրենց եկեղեցիները, մեծ եկեղեցիները մայր կգոչվին Սուրբ Մարգոս եկեղեցի։ Եվ այստեղ սիրելներ այս բանկի մեջը Սուրբ Մարգոս Ավետարանիչին ինք Ավետարան գրած է Սուրբ Մարգոսը։ Գիտեք։ Թե Ավետարանը կսկսի Մատթեոսով, բայց իրականության մեջ առաջին Ավետարանը որ գրված է Մարգոսի Ավետարանն է։ Այստեղ գտնվի Սուրբ Մարգոսի ոսկորներեն։
վերջը գմոդենանք և գամպուրենք սիրել։ Եվ Սուրբ Մարգոսի ավետարանիչին ուրեմն խորհրդանիշը արույց է։ Արույց է։ Ինչու, որտեղ Մարգոս ավետարանիչ ինք Հիսուսը կներկայացնե որպես թագավոր, որպես հզոր։ Ղբտի եկեղեցին մինչև այսօր սիրելներ նահատակ եկեղեցի է։ Եգիպտոսի մեջ շատ գրոնավորներ և ղբտի հավատացյալներ կսպաննվին ծայրահեղ իսլամներու կողմէ, մինչև այսօր, հարյուրավոր ամեն տարի, գենթանի եկեղեցի է։ Առաջին ջգնավորները Եգիպտոսեն դուրս ելան և Եգիպտոսի անաբադի մեջ ջգնավորություն ունին։ Գիտեք ինչ է ջգնավոր։ Ջգնավորը այն անձն է, որ աշխարհեն գարաժարի և անաբադի մեջ կապեն։ Եվ վանականության հիմնադիր կհամարվի Սուրբ Անդոն անաբադականը, Սենտ Անթոնի կամ Մար Անտանիոս։ Սուրբ Անդոնը սիրելներ նկարը ճիշտ ծեր ետևն է, Սուրբ Անդոնի անունով է այս վանքը, որովհետև Սուրբ Անդոնը սիրելիներ ինք եղավ անաբադի մեջ ապրող ջգնավորները մեկը և հետաքրքրական է։ Երկու բառով իր կյանքի մասին ասեմ, հարուստի զավակ էր, քույր ուներ, երբ իր հայրը մայրը կմահանան, ինքը օրը եկեղեցի մեջ գլսե Հիսուսի խոսքը ավետարանեն, որ գսե ձախե ունեցածդ աղքատներուն բաժնե և դու ինձի հետևիր։ Եվ ինք կտասավորե իր քույրը, կդեղատրե վանքի մեջ և ամեն ինչ կվաճառե, աղքատներուն կբաժնե և ինք անաբադ կքաշվի։ Հազիվ անաբադ կքաշվի, հանկարծ կտեսնե մեկ հոգի անաբադականը, մինագը և գիմանա, որ անունը Բողոս է, Սուրբ Բողոսը, Մարգուլոսը։ Ասիգա սիրելիներ, այս ոչ Սուրբ Գիրքի Բողոսը, ասիգա սիրելիներ ուրիշ Բողոս է, 300 տարի վերջ է։ Այս Բողոս ջգնավորը տասնյակ տարիներ անաբադի մեջ ապրած է և մարդ չէր գիտեր։ Երբ որ Սուրբ Անդոն իրեն կհանդիպի, հաջորդ օրը և իր կյանքը կպատմի Սուրբ Բողոս իրեն, հաջորդ օրը Սուրբ Բողոսը կմեռնի անաբադի մեջ։ Ուրեմն Աստված հատուկ կղրգե Սուրբ Անդոնը անաբադ, որպեսզի իմանա, որ իր մի առաջ անաբադի մեջ ապրող ջգնավոր մը կա, իր կյանքի մասին կիմանա և ինքը կտաղե Սուրբ Բողոսը։ Եվ մեր բادرակներու մեջ, մասից քիչ այսպես, մեր բادرակներու մեջ, սիրելիներ, միշտ կհիշվին, օրինակ, Բողոսի, Բողա, Մագարա, Վոնոպլոսի, Ապա Մարգոսի և այլը, ուրեմն Բողոսը միշտ կհիշվի։ Սուրբ Անդոնը անաբադի մեջ կապրի շատ ծանր չարչարանքներով։ Ինչ չարչարանք։ Սատանան հանգիստ չի ցկերսին։ Չար թևերը, չար ոգիները հանգիստ չեն ցկերսին։ Ամեն օր կփորձեն զինք, ամեն օր, դարբեր ծևերով։ Երբեմն շունի գերբարանքով վրան կհարցակին, երբեմն օծերու, երբեմն գեղեցիկ աղջկա, մերկ աղջկա ծևով կմոտենա, ամեն անգամ փորձության կմատնե։ Եվ իրեն սատանան հետ կխոսի, որ դու բարաբի եկած ես այստեղ, դու չես կրնար մնալ անաբադի մեջ։ Եվ սակայն Սուրբ Անդոնը սիրելիներ 70 տարի ավելի անաբադի մեջ ապրեցավ։ Եվ մերավ 105 տարեկան հասակին։ 70 տարի անաբադի մեջ ապրեցավ, ատկե վերջը անաբադի մեջ շարունակեց ապրել, բայց միապանությունը ստեղծեց և սատանան սկսավ վախնալ Սուրբ Անդոնեն։ Ուր որ երթար Սուրբ Անդոն, եթե չար ոգիներ կային կփախչեին։ Այդքան հզոր Սուրբ է Սուրբ Անդոնը։ Ուրեմն Ղբտի եկեղեցու մասին այսքան ասել ես ետ, Ղբտի եկեղեցին ինչպես գաթողիկոս կնդրե, պատրիարք, որ իրենք կոչեն Պոպ, Բաբա Շնուդա, կամ Բաբա Կիրիլոս, Բաբա Թավադրոս և այլն, Բաբա գսեն իրենք։ Գիտեք ինչպես կնդրեն։ Շատ սկանչելի։ Ճիշտ ինչպես որ Սուրբ Գիրք գործկարակերոցի մեջը
գուտային դեղը ընդրվեցավ ուրիշ մեկը։ Ուրեմն գրոնավորներու մեջ են ժողովրդին գսեմ որ թուք 3 հոգի ընդրեցեք։ 3 հոգի կընդրել ժողովուրդը եպիսկոպոսները։ Եվ սիրելիներ 3 օր ամբողջ ղբդի ժողովուրդը ձոմաբահություն գնե։ Ձոմաբահություն գնե եւ ձոմաբահութենեն վերջ աղավնիներ գտրցնեն։ Աղավնին, սպիտակ աղավնին, որու գլխում վրա նստի, անիկա կընտրվի այդ եկեղեցվո ղեկավարը։ Ամենեն արտար ընդրությունը։ Ադորամարսի ղբդի եկեղեցին շատ հզոր եկեղեցի է, գենթանի եկեղեցի է։ Վանականությամբ լեցուն, Աստված ուզեն է հաջորդող դարիներուն երբ որ Եկիպտոս ցեզի ուխտի տանին, պիտի տեսնեք սիրելներ այդ վանքերը։ Եվ ասեմ որ Եկիպտոսի մեջ հայ վանականներ եղած են, հայկական վանքեր ունեցած են։ Ամենայն թեպս այս վանքը Եկիպտոսեն դուրս աշխարհի երկու վանքերը մեկն է որ անապատի մեջն է։ Ղբդիները որտեղ բոլոր իրենց վանքերը Եկիպտոսի անապատի մեջն են։ Երկու վանքեր կան որ Եկիպտոսեն դուրս են, մեկը այս վանքն է որ հիմա դուք եկան։ Այս վանքը հաստատվեցավ 1970 թվականին։ Այս վանքը գոյություն չուներ, երբ որ երկու ղբդի երիտասարդ մարդիկ ուզեցին վանական կյանքով ապրին։ Եվ եկան իրենց առաջնորդին, ասին ուզենք վանական կյանքով ապրին։ Եվ բնդրդեցին հանգարց այս վայրը կդան, որ բամը չկար, անապատ է, բամը չկար, անապատ։ Եվ Աստված իրենց առաջնորդեց, որ այստեղ կան և հոստեղը մնան։ 1973 թվականին ուզեցին այս շրջանը քնել, որովհետև ձախու հանեց դերը, որը որ գպատկաներ, ամերիկացի էր։ Քանի գծախեր 1973-ին, գիտեք այս հողը 30,000 $12 հեկտար, 12 հեկտար մեծություն ունի, սկա վայրը, 30,000։ Երբ որ վանականները ուրեմն կներկայացնեն այս դիրոջ, որ մենք այս հողը կուզենք քնել, եւ կարծնե որ ինչ պիտի անենք, կսեմ որ ջքնարան, վանք պիտի սարքենք, 10,000-ի կուտա իրենց։ Այս ամբողջ վանքը, հողադարած կայսինքը։ Ապա սիրելիներ, Բաբա Շնուդան ես շատ տեսած եմ ցերկի, շատ ամբուրած եմ, շատ սուրբ մարդ էր, իրենց կաթոլիկոսները մեկներ, այս կաթոլիկոսը մեկ հատ առաջ էր, ինքը Եկիպտոսեն գայցել է այստեղ, հոսք կա, և կտեսնի այստեղ, կսե որ չէ, վանական կյանքը պետք է զարգացնել։ Եկիպտոսեն կղրգե շատ սուրբ գրոնավորմը, Աբու Սկեյֆ անունով, և անիկա կուկաս սիրելիներ այստեղ վանքը գաստատ է 90 թվականին, 90-91 թվականին, և մինչև 2002 ինքը ողջ է, որում կերեզմանը սիրելներ, ճիշտ ուր որ դուք նստած եք, ճիշտ այս սեր ետևի բադին ետևն է, վերջը գայցել եք իր կերեզմանը, եկեղեցի մեջ տանված է, և իր մասունքները կգտնվին այստեղ։ Եվ այս վանքը կդառնա Սուրբ վայր, Սուրբ Անդոնի անունով, այս վանքի մեջ կաբրին վանականներ, այս վանքի մեջ կաբրին ջքնավորներ, և քիշեր ու ցերեկ աղոթներ գնեն։ Այստեղը շատ օծեր ու գարիջներ եղած են, կան, միշտ տրված են նշանները, բայց ովևէ մեկում մինչև այսօր բամը չեն գրծածներ։ Աղոթքի զորությունը մեծ է սիրել։ Ինչպես ասի այս վանքի մեջ շատ սուրբերու մասունքներ կան։ Օրինակ, Սուրբ Գևորգ Զորավարին մասունքը կա այստեղ։ Այստեղ կա Սուրբ ուրեմն Մովսես Սև անապատական ոչված եթոպիացի մներ ինքը Սև էր և սրբացավ սիրելիներ մեծ զորությամբ իր մասունք կա, Սուրբ Մինայի մասունք կա, Բաբա Քիրիլոսին շատ մեծ կաթոլիկոս եղած է, իր մասունքը կա, իսկ ամենեն սուրբ մասունքը Դեր Հիսուս Քրիստոսի խաչապայդեն, ճշմարիտ խաչապայդեն, իրական խաչի գդորեն, բզդիկ մասունք մգա
որ այստեղ է, եւ վերջը սիրելիներ, այս խաչով է որ բոլորիդ պիտի օրհնեմ, եւ այս խաչն է որ պիտի գաք համբուրեք ու ծեր սրտին սերնեք։ Եղավ, շատ սուրբ վայրի մեջ է։ Ադորամար ուզեցի որ Քրիստոսի խաչը ծեր դիմաց ըլլա սիրելիներ, ծեր աղոթները սրբությամբ կատարեք, հավատքով կատարեք։ Մենք այստեղ չենք եկած բարձրապես այցելելու երթալու, եկած ենք մեր սիրտը պատրելու։ Ապաշխարությամբ, ասելու որ դեր ներեմեսի մեր։ Հետևաբար սիրելիներ, այս առաջին աղոտ մեր ուխտակնացության առաջին բահը, առաջին ժամը պիտի կատարենք ուրեմն արևակալի ժամերկություն, երկու փառալ արևակալի մասին ասեմ եւ սկսեմ։ Արևակալի ժամերկությունը մեր եկեղեցին ունի 7 ժամերկություններ։ Առաջինը կոչվի գիշերային ժամերկություն, որ կկատարվի առավոտ մոտավորապես ժամը 5-ի ադենները, 4-ի 5-ի ադենները։ Գիշերային ժամերկություն կոչվի։ Երկրորդ առավոտյան ժամը 6-ի ադենները կկատարվի առավոտյան ժամերկություն։ Երրորդ արևակալի ժամերկություն, որ արևը երբ որ գել է, ժամը 7-8-ի ադենները, արևակալի ժամերկություն կատարվի։ Կեսօրին կկատարվի ջաշու ժամերկություն, եւ ջաշու ժամերկությունը 3 ժամեր ունի։ Երրորդ ժամ, 6-րդ ժամ, 9-րդ ժամ, կխորհրդանշեն սիրելիներ Քրիստոսի խաչին վրա խաչվելը, Քրիստոսի խաչին վրա մնալը եւ Քրիստոսի խաչեն վար իջնելը։ Ապա սիրելիներ 5-րդ ժամերկությունը կգոչվի երեկոյան ժամերկություն, որ երբ որ արևը մար կմտնե, այդ ժամանակ կկատարվի։ 6-րդ ժամերկությունը կգոչվի խաղաղական ժամերկություն, եւ որ կխաղաղվին մեր հոգիները, այնտեղն է որ Սուրբ Ներսեշնալի Հայրաբեդ ծեր սիրած երկերը գրած է նայած սիրով եւ այլն, այդ երկերը, եւ վերջին 7-րդ ժամերկությունը կգոչվի հանգստյան ժամերկություն, եւ որ այլևս հանգիստ կնենք ամեն ինչը, հոն է որ Սուրբ Գրիգոր Նարեկացիեն ի խորոց սրտի խոսք ընտաստուծո շարականը երկվի, աղոթքը երկվի եւ հավատով խոստովանին աղոթք կգնվեցի։ Այս 3 ժամերկությունները արևակալ, խաղաղական եւ հանգստյան միայն մեծ բաղոց օրերում կկատարենք այսօր։ Եղավ։ Եվ մենք այսօր առավոտյան պիտի կատարենք արևակալի ժամերկությունը, շարականները գրած է Սուրբ Ներսեշնալի Հայրաբեդը 13-րդ տարում, մեր լուսամիտ հայրաբեդները, եւ աղոթներն ալ 8-րդ տարին սկսած է մեր մեջ զարգանալ։ Եկեք հավատքով աղոթենք սիրելիներ, բոլոր աղոթները միասին լսենք, նստած զունգի գնակալ եւ միասին սիրելիներ շարականները անով որոնք գիտեն ով երբեն։ Անուն որ եւ որդվո եւ որդվույն սրբո ամեն։ Դիրոջ անունը օրտնյալ ըլլա հավիդյան, անոր հրճա գմնա այնքան, որքան ադեմ որ գմնա արև։ Իր անունով թող օրտնվին երկրի բոլոր ազգերը, բոլոր ժողովուրդները թող երանի տան անոր, օրտնյալ է Տեր Աստված, Աստվածը իր ժողովուրդին, միայն ինքն է, որ սքանչելի գործեր գնե, հավետ օրտնյալ է իր փառավոր անունը, ամբողջ աշխարհը թող իր փառքով լեցվի, ամեն ըլլա։ Արևելից միջի մոտ, Ognuno
սիրելիներ, ինքը երկե, այս գարտան, արևելից, արևմուտս, մանկուկ Սիոնի, օրնեցեք միշտ անդադար, ըստ Զաքովը լուսով։ Այսինքն գսե արևելքեն մինչև արևմուտք Սիոնի որդին է, այսինքն հավատացյալները միշտ անդադար Զաքող լույսը օրհնեցեք։ Ով է Զաքող լույսը։ Հիսուս Քրիստոս։ Երկրորդ դուրը եկեղեցի արդարոց եւ հարապանիչ հարապանեցեք, որ երբ իմաստս լուսով։ Այսինքն արդարներու եկեղեցի, հավատացյալներ եւ հարապանողներ, մենք ենք, մեզի ենք որդին ենք։ Հարապանեցեք, օրհնեցեք, կովեցեք, որու լույսի արարիչին, որովհետև ինչ դա, որովհետև մեզ ինչ դա, իմաստության լույսը, իմաստության լույսը, ամեն, աղոտքը միասին ընենք, արևելքեն մինչև արևմուտք, բոլորը գործեն քեզ դեր, որովհետև արևմուտք հակավոր ես, և ամբողջ տիեզերքը գտավանի ու ահեղ անունը, ու բարեկտությամբ ընդունե մեր սահոսերությունը ու պաշտպանությունը ընծայե մեզի դգարնելուս ու որ արդար ես և թող հարավորվի ամենասուրբ անունը իսկ մենք արժանի ըլան պատվիրանիդ մեջ մնալու և օրհներկելու և հարավորելու քեզ այ որդի և սուրբ ոգի այժմ և միշտ հավիտյան է մինչև հավիտյան ամեն մշտնչենավոր Աստված, ամենական Աստված, որ մեզ ծորին այս աշխարհի մեջ իբրև լույս ծագեցավ և մեզ լուսավորեցիր մեր խավարային մեղքերեն, մեզի համար սահմանափակվիր անձն արիր, ով անսահման Աստված, և սուրբ ոգիի շնորհները տապեցիր ու սփռեցիր արարածներուն վրա։ Այժմ և բոլոր ժամանակներում կփարեփանվիր ամենամեծ Աստված, որը և ամենասուրբ ոգի հետ միասին այժմ և միշտ ամեն։ 100-րդ Սաղմոսս ենք միասին սիրելիներ, ասիկա այն Սաղմոսն է, որ Սուրբ Բادرակի ընթացքին լսենք, աղաղագեցեք արդեր ամենայն երկիր, ծառայեցեք յարդ ուրախության, աշխարհապարով գարտան, Տիրոջ աղաղագեցեք ամբողջ աշխարհ, ուրախությամբ ծառայեցեք Տիրոջ, ծնծության երկերով եկեք անոր ներկայության, գիտեք թե Տերը ինքն է Աստվածը, ան մեզ ստեղծեց և մենք անորն ենք, իր ժողովուրդն ենք, այն հոդը, որ ինք գարացել, հապանությամբ մտեք անոր տաճարը, որ ներկությամբ մտեք անոր շրջապագենն ես, շնորհակալություն հայտնեցեք իրեն, օրհնեցեք իր անունը, բարի է Տերը, անիկա հավերք ողորմած է, և բոլոր սերունդերուն գծուցաբեր է իր հավատալությունը։ Եկեք երկենք սիրելներ ջգնավորը և թիմացի էջը վերջը գնդերցենք։ Ջգնավոր կաստուծո և ժարանքով եգնից արգայության որ օխանարյալակ զանցավորց այգ զանանցը
Ալևասն մանգած եկեղեց ո Մարտիրոս ցանկանի եւ օտևան ոգուն ճշմարտության որ հաղթեցին կողմով գարյաց եւ ցանկության բարեխոսեցեք Ալևասը մանգած եկեղեց Քովելի աշխարհի եւ բացալիկ վերնոցը պետությանց որ երանության մասին հասիկ կազամենայն որ դիս մարդկան բարեխոսեցեք Ալևասը մանգած եկեղեց գամավոր բանարակ մանգունդիով և գադարյակի աստության որ արվեցին դրին հատի սիրիս մայրեց ուզի բարեխոսեցեք Ալևասը մանգած եկեղեց Ուրեմն առաջին դան մեջ կսե ճշմարիտ ճգնավորներ Քրիստոսի ճշմարիտ վկաներ բարեխոսեցեք Տիրոջ մոտ մեր անձերուն համար երկրորդ դունի մեջ կսե նահատակներ կենթանի Քրիստոսի սիրով լեցուն դուք որ մարմինով չարչարվեցաք Տիրոջ անունին համար երրորդ դան մեջ կսե մարտիրոսներ ցանկալի մարդոց համար փափակելի խնդրեցեք Սուրբ Հոգիեն որբեսի մեզի փարին դա չորրորդ դունը Քովելիներ երկնային ռեշտակներու կողմե աշխարհի բարձան խնդրեցեք խաղաղություն թող դա դերը եկեղեցվով եւ վերջին դունը գամավոր սուրբ բادرակներ դուք որ ձեր անձը գամավոր բادرակեցիք հասակավ մանգում դագաբի այսինքն երիտասարդ դարիքի մեջը հայցեցեք խնդրեցեք որբեսի մենքալ ցեզի բես բսակագից ըլան ցեզի բսակագից ըլան գարտանք միասին ճգնավոր քրապարով ճգնավոր ճշմարիտ վգայ Քրիստոսի բարեխոսեցեք արներ վաստանցած ներոց նահատակը կենթանի սիրով Քրիստոսի որ չարչարեցակ մարմնով վաստն անվանը դրան Մարտիրոսը ցանկանի մարդկան ըրցանի այցեցեք Իսուր հոգույն դալ մեզ ըսվանից Քովելի վերնոց տասուց բարձանք աշխարհի խնդրեցեք սխալություն դալ եկեղեցվոց գամավոր սուրբ բادرակը հասակավ մանգում հայցեցեք լինել եւ մեզ ձեզ վսակակից ամեն շարունակենք աղոթել գաղաչենք որ մեր էլ բարերա գաղաչենք որ մեր սուրբ ճգնավորներում աղոթքներում սիրուն գաղաչենք որ մեր Տիրոջ դիմենք սուրբ նահատակներում միջնորդությամբ, որոնք շարերը բարդության մատեցին, ներություններուն համբերեցին
եւ երկնային լուսերեն եւ անարամ բսակներուն արժանի եղան։ Անոնց աղոթքով բարեփոխությամբ ողորմեմ ես ամենակալ Տեր մեր Աստվածը, բրգեմ ես եւ ողորմեմ ես։ Սուրբ ես, ով Տեր, եւ սուրբերուն մեջ կանչիս։ Ահա թե ինչու սուրբ վկաներուն անունով գաղաչեն քեզի։ Սուրբ Աստվածածնին եւ բոլոր սուրբերուն աղաչանքով մի զրկել մեզ ու ողորմութենեք, այլ բրգեմ ես անոնց աղոթքով, որովհետև արարագուտ ես, ով Աստված, քեզի կվայրեն փառքը, իշխանություն ու պատիվը, այժմ եւ միշտ հավիտյան են մինչև հավիտյան, ամեն։ 60-րդ Սաղմոսը ասենք, ով Աստված, իմ Աստվածս, ես կպնդրեմ անցկակի, հոգիս ծարավ է քեզի, մարմինս քեզի կպահակի, խոբան, կատրդած, անջուր մնացած հողի պես։ Ուստի սրբարանդ եկար, քեզ տեսնելու, զորությունդ եւ հարկդ դիելու համար, որովհետև ուսերը յանքեն ավելի գարշե, ուստի շրտերս պիտի կովապանեն քեզ, ամբողջ յանքիս ընթացքին գոհություն կգիտամ քեզի եւ ձեռքերս աղոթքով դեպի քեզ պիտի բարձրացնեմ։ Ամեն։ Հաջորդ երկը սիրելիներ, լույս, Սուրբ Ներսես Շվալի այրավերը գրած է, 4 տուները կպահկան։ Առաջին գունը ուղղված է այր Աստուծո եւ գոչե լույսի արարիչ, լույս արարիչ լույսի եւ առաջին լույս, երկրորդ գունը ուղղված է Որդի Աստուծո, երրորդ գունը ուղղված է Սուրբ Որդի Աստուծո եւ չորրորդ գունը ուղղված է Սուրբ Երրորդության միատեղ։ Երկենք հավատքով սիրելիներ։
Արավոտյան լույսին ծակերուն հետ քու իմանալի լույսը թալ ծակեցուր մեր մեջ, ամեն, դեր քու լույսը ծակեցուր, ինչպես որ վիրաբի մեջ, Սուպրիկոն ուսավորչի հոգին մեջ, և Սուպրիկոն ուսավորչի քու լույսը ծակեցուց Հայաստան աշխարի մեջ, դեր, այսօր ան մեր հայրենիքի մեջ քու լույսը ծակեցուր, դեր, որբեսի խավարը հալածվի, մեղքը վերանա դեր, չարությունը վերջ կտնե, խաղաղություն ու սերը լա մեր ժողովրդի մեջ, և դեր, թող բոլորն ալ թարցիկան, աղանդավորներն ալ թարցիկան, վերջ թող տրվի հեթանոսությունը, վերջ թող տրվի իրարու ադելությունը, և քու սերդ լույսը թող ձակի մեր աշխարհի վրա, քու անոր կխնդրենք, ով Հիսուս, այս հավատացյալներով։ Լույսովդ, ով Քրիստոս, ամենքս լուսավորվեցան, և հավատացողներս Սուրբ Խաչին ապավինեցան, ով բրգիչ։ Լսե մեզ, ով Աստված, մեր բրգիչը, քու խաղաղությունը տուր մեզի և ողորմությունը ցուցաբերե մեզի անտեղ, մարդասերտ է։ Տիրոջ մեր խաղաղություն աղերսենք հարցյալ, հարավորենք ամենագալն Աստվածը, որ արավոտյան լույսը ծագեց իր արարածներու վրա, և խնդրենք, որ այժմ իր արատ ողորմությունը ևս ծագե զինք պարապանողներուս վրա, ամենագալն է մեր Աստվածը, բրգե մեզ և ողորմե մեզ։ Արավոտյան այս աղոտքը և անավոր պաշտամունքը ընդունեք, ամենագալ, ամենամեծդ Աստված, ու երկնային անապագան հարգերութ մեջ, արդարության և իմաստության լույսը ծագե մեր վրա, և մեզ լույսի ու ցերեգի որդիներ դարձուր, որպեսզի երբ օրը բացվի, երկյուղածությամբ վայելենք մեր կյանքը և առանց հայտարարության իր կատարումին հասցնենք, որովհետև դու ես մեր օգնական ու բրգիչը, քեզի կվայելենք փառքը, իշխանությունն ու պատիվը, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն։ Այժմ սիրելիներ 20-րդ Սաղմոսը դյոսենք, գիտեմ, որ մեծ մասը անկիր կոց գիտեք, բայց ասիկա նոր թարգմանությամբ, զարե սրպասային թարգմանությամբ ընդերցենք միասին։ Դերն է հովիվս, ինքը հոգա պետքերս, թալար արողավայրերու մեջ կհանչեցներ զիս և հանգստարար ջուրերու ապին գսրուցաներ, զիս կվերանորոգե և ուղիղ ճամպաները գարաչորդե, որպեսի իր անունը պարավորվի, նույնիսկ երբ որ մահաստվեր խորում ծորերը կանցնիմ, չարեմը չեմ վախնար դեր, քանի դու իմ հետս ես, քանի ծուբը զիս կառաջնորդե և գավազանը կպաշտպանե, ես ինքզինքս հանգիստ կզգամ, ինձի խնջույքի սեղան կպատրաստես, թշնամիներուս աչքին առջև, իբրև պատիվ անուշահոտ յուղով գոցես գլուխս և աժագս մինչև բերան կլեցնես, դեր վստահ եմ արդյունը և շնորհքը անպակաս պիտի ըլլա վրա ես, կյանքիս ամբողջ էվոլյուցիան, որպեսզի ընդմիշտ տաճարի մեջ մնալի։ Ամեն։ Վերջին աղոթները գարտանք։
Դեր խաղաղության ճամփաներու մեջ պահե մեր քայլերը, Դեր ուղղե եւ առաջնորդե մեզ եւ բոլոր քեզին հավատացողները, որպեսզի դեպի խաղաղություն ու հավիտենական կյանք երթանք։ Աղաչենք ամենակալ Աստուծո, որ իր ծառաներու կյանքը հաջողե եւ ուղղե դեպի բարին ու խաղաղությունը։ Ամենակալ Տեր մեր Աստվածը ըրգե մեզ եւ ողորմե մեզ։ Կյանքի առաջնորդող եւ խաղաղություն բարգեւող մեր Աստվածը Քրիստոս դուն առաջնորդ է մեզ, որպեսզի արդարության ու ճամփաներ հետ գալենք եւ քո ողորմությամբ խաղաղությամբ հասնենք բրբության նավահանգիստը, որովհետեւ ունես մեր օգնական ու բրգիչը, քեզի կվայելեն փառքը, իշխանությունն ու բարգիվը այժմ եւ միշտ եւ աղիթյանս հավիտենից։ Այժմ սիրելիներ, մի խորանի եւ բոլորիս շատ սիրած Տեր Ողորմյան գետ։ Այս Տեր Ողորմյան գրված է 1700 թվականին Սիմեոն Երևանցի Գաթոլիկոսի կողմէ, երբ որ հայերը շատ ծանր վիճակի մեջ էին։ Եկեք սիրելիներ, մենք այսօր մեր ազգը ծանր վիճակի մեջ է, կխնդրեմ, որ սիրելիներ աղոթենք մեր ընտանիքներուն համար, աղոթենք մեր մեղքերու թողության համար եւ խնդրենք, որ դեր Երբ որ գսենք եւ հիվանդած բժշկություն ասենք մեղավորած թարց բրգություն։ Ձեր զավակները, որ եթե սխալ ճամփաներու մեջ են, ձեր թորները, ձեր ամուսինները, ձեր գիները, ձեր եղբայրները, ձեր քույրերը, ձեր հայրերը, մայրերը, ինչ որ հարազատ ունի, դերը սիրելներ թող դարձնե, ինչ հավատքով որ եկած եք, Աստվածալ ձեր հավատքին համաձայն ցեզ տա։ Եկեք Քրիստոսի խաչապայրին դիմաց խոնարհին եւ Տեր Ողորմյանին։
Հովանիչ և ուրիս հավատացելոց Քրիստոս աստվածներ, վահյա դեր, վահբանյա, օրդնյա, թժշտյա, զասկս հայոց, զեգերեցին Հայաստանյայց, հայրենիկս մեր, Հայաստան աշխար, Արցախ աշխար, և ըսպյուրս աշխարին, և համայն ուղտավորքս, որ այստեղ առաջիգա քո է, հիշյա հաբուր մեծիկալստյան արկայության քո, արա արժանի ողորմության, կաբության և թողության մեղած։ Հրգյա, հերևելի և հանդերևույթ թշնամյաց, արժանավորյա, քոության պարավորել, սկեզնթոր և ընծրպո օգվի, այժմ և միշտ և ավիդյանս հավիդելից ամեն, օրդնյալ դեր մեր Իսուս Քրիստոս, Առաջին մեր այս աղոթքիվա հավատեցավ, ձեր բոլորին ուխտը կադարը լավ և աստված ձեր բոլորին աղոթները իր կահին դիմաց լսե և պատասխանեց ձեր աղոթները։ Մի խնդրեմ անուն, որոնք ատոնի վրա են նստին, անուն, որոնք ոտքի են մոդենան սուրբ խաչը համբուրեն, սուրբերում ասուկները համբուրեն և այդ բադի վրայլեն դուրս
Ես չյանքն եմ և բրգություն, արևա և հասկողով նստած, որ միայն գավոր ես տողորս ներս և ներջեր զաղթս և սիմատությունս մեջ, որում հայտնի եմ դեպքացած, վարկերը չկպայած, վարկերի արձարակ բողոտոչմենքով, իվերա ալվազոցքոց, ըստ յուրականչով դեպք, որոնց հնամազ հարավորյալ խորյալ սուրկ երոքություն, այժն և Evangelis Argenis. Aradias Saves, Yepeshkias Evangelis, Ժողովրդներում դեր աստվածներ, եւ շնորհանոցա զգանամյալ առողջություն, նշանա ամենահապ քաչիկո, որով բարձրս դգարում ասկի մարդկան, եւ կատամարտեցերս տշնամին դրած։ Ես յանքներ և կրգություն, հարերան և կազգողով նստած, որ միայն կարող ես թողորս ներս և ներջեր զաղթս և սիվատուքս, որում հայտնի է պետքագյացնելոց, վարկերի չմխանյաց, վարկերյա զողողություն, որ իվերը արվացոցքոց, ըստ յուրականչուր միդրից, որոց հնավազ հարավորյալ կողիք, ամենասուրդ երողություն, այր որդի և սուրբ որդի, այժն և միշտ Եվավիդյանս, ալիգենից ամեն, աչկով երիցի մեզապատեն դեր Իսուս, որ ժամ երևիս աղոն որդն անդս ուսավես, այն ժամ մեկ մի ամաչ է սուրպուսացի ամսիկես, այլ զորության կով մեծատ վեգվես սուրդ տաշկրվում է, որվես որդիս նուսոն և որդիս նուսոն, Եվ նողորմյա, բախբանյալ Քրիստոս աստվածներ, ընդուվայնասուն և անձական աչին կորգա դեր, ներևենի,
Ամենայն ժողովրդյան մեր Աստված։ Ես շնորհյալ անցած քաջալյան որ միայն կարող է ստորից ներս և մեր ժեղզանս և սիվանդությունս որում հայտնի են դերկարյաց մերոց Բակեվյալ զարավ որ իվերահատվածոց ըստ յուրաքանչյուրից որոնց սնված հարամոնյան այժմ և արիմյան սարքինից խաչ կոյերից զավարին դեր Իսուս Եվելիս Այժմ մի ամաչասում սացկարս Այսօրության կողմեցավ տեգրեսով Եվես օպիստուսով և օպիստուս Դեր մորոնյա Բաղդանյաց մեզ Քրիստոս աստվածներ Բարյասու և բարբարան հաչերուզով Կրգյալ երշ երևերի և հաներում Աժնավորյա կողքյան հանավորեն սկեզակով և ացերքով Այժմ ելմիքն Արաբիաս սավս և ժիշկյալ սիվանդությունս Իշողորդային և երաստվածներ Շնորհյան ոցած գալական առողջություն որով բարձերս դգարություն ասել մարդկան կատապարտեցերս ես յանք որ կարող ես կնեզներս և մեր ժերզավկս և սիվանդությունս որում հայտնի են դեպկարյաց մերոց Բակեվյան զարավ իվերահատվածոց որոնց հավաս հարավորյալ կողյավորասոց այր որդի և սուրբ այժմ և միշտ և անիվյան սալիրից ամեն խաչ կոյերից մեզ ապավեն դեր Իսուս որ ժամներիս անդս ուսավորս այն ժամ մեկ մի ամաչ է սուրբ սացկարս Այսօրության մեծավ տեգրեսում է խաչ որպես որդիստ ուսով և որդիստը մեջը և ուղյաս տրացիստերի ճանապարհս և ուղյա և առաջնորդյա հոգոց մենոց և ամենայն հավատացից նա հաշվարության ճանապարհս և նյան սթացից Արադյաս սարես, ժիշկյալ սիվանդությունս, ժողովրդները կում դեր աստվածներ, և շնորհյալ ոցած որով բարձերս դգարություն ասկի մարդկա, բանավեցերս տշնամիներից, և ես յանք որ միայն գարվես որով այսօր դեպկարյաց Բակեվյա զարավ իվերահատվածոց ըստ յուրաքանչյուրից որոնց անաբաս պարատերյալ ֆրլանասում որդի և սուրբ այժմ և արիվյալ խաչ կոյերից մեզ ապավեն դեր Իսուս որ ժամ երևիս պարով համասնով սարվես այն ժամ մեկ մի
Այս տնտանիքի մեջ ուրախություն զրիգեր, թույս չորցու իրենց արդյունքը, թույս հարավիր իրենց ծավը մտահոգությունը, սադանան դեր այս դգարպապին չոքարկոցի իրենց հավատքի դգարացին պատրագագասին, դեզի սուտ ոստում նվիրի ասած, ինչ որ հավատքով կնկրծում անով և հո անով անիլ սերկերուք մեջ ուպատի, և ամպոցան ծրակապում ներասուս կոմը